Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։ Ողջույն սիրելիներ, եթերում համեղ կիրակին է։ Ես անցյալ շաբաթվանից մինչ այսօր դեռ վայելում եմ ժուլիենը։ Դուք չեք պատկերացնում այնքան համեղ է, որ ես ամեն օր մի քիչ փոքրիկ կտորներով վայելում եմ մինչ այսօր։ Շնորհակալ եմ։ Իսկ այսօր ինչ ենք ներողություն, այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր էլի շատ համեղ բան ենք պատրաստելու։ Ուրեմն ես էլի մի շաբաթ պիտի ուտեմ, մինչև մյուս հաղորդում։ Անշուշտ։ Նախ միշտ բաղադրատոմսին անցնելը ողջունեմ մեր հեռուստադիտողներին, բարև ձեզ։ Հուսով եմ բոլորդ արդեն հասել եք փորձել իմ բաղադրատոմսով ժուլիենը, իսկ այսօր եւս մեկ շատ հետաքրքիր բաղադրատոմս կներկայացնեմ։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։ Ես արդեն պատկերացնում եմ ինչքան համեղ բան ես դու պատրաստելու, ես արդեն անցել եմ դուի։ Եվ ինչ ունենք, ինչ է դրված այստեղ, խնդրում եմ ներկայացնես։ Դե քանի որ ամենասկզբից ասացի էլի շատ հետաքրքիր, շատ համեղ բաղադրատոմս ենք ներկայացնելու։ Այդտեղ, այսպես ասեմ, իմ սիրած խոհանոցն է, իտալականը։ Ուստի պատրաստելու ենք ռիզոտո հավի կրծքամսով եւ սպանախով։ Այստեղ կարելի ասել երկու հիմնական տաք ուտեստների համադրություն է լինում, այսինքն պատրաստելու ենք ռիզոտո հավի կրծքամսով եւ նրա հետ մեկտեղ նաեւ տապակած սպանախ ենք մատուցելու։ Շատ հետաքրքիր, այսպես շատ ճոխ բաղադրատոմս է ինքը։ Ընթացքից արդեն կպատմեմ մնացածը։ Շատ լավ, շատ բարի։ Այսինքն մենք այստեղ ունենք բազուկ, ունենք սպանախ, կարակ, հավի կրծքամիս, ունենք պարմեզան պանիր, ունենք սերուցք, սպիտակ գինի, հնդկական ընկույզ, մառանիկի կլոր բրինձը, դա պարտադիր է ու բուսայուղ։ Սկսենք, ինչ եմ ես անում։ Ինչ եք ինձ վստահում։ Խոշոր քերիչով անցկացնեք բազուկը, մեկ հատ փոքրը, շատ վառ գույնովը հերիք է մեզ։ Այսքանը բավական է մեզ։ Շատ բավական է։ Հիշում եմ անցյալ հաղորդումից։ Իսկ փոքր քերիչով կխնդրեմ անցկացնեք պարմեզան պանիրը։ Իսկ ես այդ ընթացքում չէ, շատ շնչին, տես մոտարպես մի այսքան կտոր։ Սա խաշված չէ։ Գիտեմ, մենք դա տապակելու ենք, տապակման ընթացքում շոկեխաշման պրոցես է լինելու, ամբողջությամբ կներկայացնեմ, ռիզոտոյի պատրաստման եղանակն է, ուղղակի գեղեցիկ գունային գամա ենք ավելացնելու։ Ես էլ ձեռնոց հագնեմ։ Իսկ գույները ձեռնոցի ինչ կապ ունի ենթադրենք խոհարարի համար, կա ինչ-որ տարբերություն, սև է, վարդագույն է։ Իրականում չէ, ուղղակի զուտ այդ մասնագիտական տրենդային ավելի հաճելի է սևով աշխատելը, քանի որ կապույտը օրինակ ասոցացնում են բժիշկների հետ։ Վարդագույնը քիմիական նյութերով աշխատելու պարագայում են շատ ժամանակ կարմիր վառ գույն օգտագործում։ Սևն էլ խոհարաններն են իրենց վերցրել։ Իսկ ինչի են ինձ երբեմն գրում, լիկա միայն ոչ սև ձեռնոց։ Ես չեմ հասկանում։ Ձեռնոցների տեսակներից է պետք է հասկանանք, որ ձեռնոցի մասն է խոսքը, այնտեղ տարանջատումներ կան, այո, իհարկե բնականաբար նախատեսված են հատուկ կա սննդամթերքի հետ օգտագործելու, այսինքն տուփի վրա դա ներկայացվում է համապատասխան ձևաչափով պետական մակարդակով թույլտվությունը, որ դա կարող ես օգտագործել սննդային։ Սևը կարելի է։ Սև կարելի է բնականաբար, բայց պետք է ընտրես ճիշտ տեսակը, այնտեղ համապատասխան չափանիշներով տված է։ Այսինքն ռեստորանային համալիրը, որը որ համագործակցում է նման տիպ ընկերությունների հետ, հստակ պայմանագրությամբ արդեն գալիս է այն, ինչը որ հարկավոր է։ Ինչքան շատ բան մենք իմանանք ձեզանից։ Ինչքան ուրախ եմ ես Համլետ։ Դա այդ լատեքսի տարանջատումներն են, որը ինչ բնութագրով կարող է օգտագործվել, էլի։ Այսինքն կան ձեռնոցներ, որ խոհանոցում չի կարելի առասարակ օգտագործել։ Նույն հնարավորությամբ նույն կարող է շատ ցածր որակի լատեքսից պատրաստած կապույտ գույնը լինել, դա նախատեսված լինի ինչ որ քիմիական նյութերով աշխատելու կամ դեղորայքի հետ աշխատելու համար, բուսական հիմք ունեց, բույսերի համար նախատեսված, դեղորայքով աշխատելու համար նախատեսված լինի։ Դա արդեն նշվում է տուփի վրա։ Հասկանալի է։ Իսկ գույները գուցե նաև նրա համար են, որ ենթադրենք քերեցի պոկվեց մի կտոր ընկա, որպեսզի տեսանելի լինի, նշանակություն ունի։ Բնականաբար կարող ենք հաշվի առնել այդ փաստն էլի։ Ես էլ այդ ընթացքում հավի կրծքամիսը բարակ կտրատեմ։ Իդեպ ռիզոտո ենք պատրաստելու, այն որ որոշակի առումով համարում ենք իտալական, բայց ավելի շատ ես կասեի հայկական հիմքեր ունեցող ուտեստ է, քանի որ Ինչու՞։ Ռիզոտոն հենց ինքը իրանով դա շիլա է։ Իսկ մենք հայերս շատ ենք սիրում բրնձով շիլա։ Բայց մենք մաքուր շիլա, չէ, առանց ոչ մի բանի կամ։ Նայեք, հիմա խնդիրն ինչումն է, քանի որ Իտալիայում էլ է դա ի սկզբանե եղել առանց ոչ մի բանի։
քանի որ դեռևս 15-16-րդ դարում Իտալիայում ռիզոտոն բրինձ այսպես ասած նոր սկսել է հայտնվել, այն ժամանակ դա եթե Որ դարում ներողություն 15-16-րդ դարում չեն ունեցել մինչ այդ չեն ունեցել բրինձ, դա եկել է նրանց մոտ արաբ առևտրականների միջոցով, քանի որ այդ արաբական երկրների ժողովուրդը շատ մեծ քանակությամբ բրինձ է օգտագործել, եւ թե նրանց էլ Հնդկաստանի հետ առևտրային կապերի միջոցով է երևի թե եկել հասել։ Սկզբում շաֆրանի ծաղիկներով, հոտավետ համեմունքներով բրինձը խաշել, շիլանման զանգված են ստացել եւ սնվել են, այդպես հասել է Իտալիա։ Իտալիայում արդեն շատ երկար ժամանակ անց մի շարք այլ փոփոխությունների արդյունքում ստացվել է այն ռիզոտոն, որը որ մենք հիմա շատ ռեստորաններում կտեսնենք վաճառքի, այսինքն ավելի կատարելագործել են տվյալ բաղադրատոմսը, ավելի դեպի իտալական մոտիվների են տարել։ Ուստի օգտագործման պատրաստման համար ամենակարևոր բաղադրիչը դա կլոր բրինձն է։ Մառանիկի։ Դե բնականաբար մենք օգտագործում ենք մառանիկ։ Իսկ ինչ է այդ ձևաչափի բրինձը, քանի որ Օսլեի պարունակությունը շատ մեծ է բրինձում։ Խոսքը կլոր բրինձի մասն է բնականաբար, երկար բրինձը այդքան Օսլա չի պարունակում, իսկ շիլայի զանգված ստանալու համար, այդ խյուսանման զանգվածը ստանալու համար մեզ պետք է այնպիսի ջերմային աստիճանի մշակման հասնել, որպեսզի Օսլան տարանջատվի հիմնական բրինձից ու ստանանք այդպիսի շիլանման զանգված։ Դրա համար օգտագործում ենք հենց կլոր բրինձ։ Պրոցեսը հետևյալն է լինելու, կաթսայի մեջ բուսայուղ ենք ավելացնելու ու կարակ հալելուց հետո արդեն ավելացնում ենք բրինձը, տապակենք ու ընթացքում արդեն մնացած բաղադրիչները կբացատրեմ ոնց հերթականությամբ կատարել։ Այսինքն մեզ տապակ է հարկավոր, ես հասկացա։ Կաթսա։ Լավ է։ Շատ մեծ է, փոքր է։ Ջուր։ Չէ, ջուր դեռ պետք չի։ Դեռ չեմ դնում կրակի վրա, որ դու որոշես։ Շատ լավ։ Ուրեմն քերիչով, մանր քերիչով եմ քերել պանիրը եւ խոշոր քերիչով քերել եմ։ Պանիրը կխնդրեմ մի փոքր էլ ավելացնեք։ Իդեպ պարմեզան պանիրը Իտալիայի ամենահայտնի պանիրներից մեկն է։ Եվ իմ սիրած։ Ես էլ եմ շատ սիրում։ Իսկ դու գիտեր, որ 1 կիլոգրամ լավ պարմեզան ստանալու համար մոտ 50 լիտր կաթ է օգտագործվում այծի։ Ну, պատկերացնում եմ, որովհետեւ առասարակ 1 կիլոգրամ կաթից մի գրամ պանիր կստանաս։ Իրականում մեր հայկական կոնյակի պես է։ Ինչքան հին է, այնքան համեղ է, այնքան թանկ է, բայց շատ լավն է։ Ու բոլոր պաստաների ու բոլոր պաստաների եւ ռիզոտոների մեջ խորհուրդ եմ տալիս օգտագործել։ Շատ հետաքրքիր համայն փունջ է ավելացնում։ Այո, շատ։ Եվ մի հարց էլ ունեմ։ Քանի որ դու այդքան տեղեկացված ես եւ տեղյակ ես, որ երկրից ինչը որտեղ եկավ, կուզենամ պատմես շաքարավազի մասին, շաքարավազի պատմությունը, երբ հայտնվեց, ինչպես տարածվեց։ Ես գիտեմ, որ սկզբից դեղատններում է վաճառվել որպես դեղորայք։ Մի երկու բառով։ Իրականում անկեղծ ասեմ, շաքարավազի մասին չեմ կարդացել, չեմ։ Աստորեն դա ես պիտի պատմեի։ Դա փորձեմ տեղափոխել ձեր դաշտ։ Ահա, լավ, այդ դեպքում ես դա կպատմեմ հետո մեր քաղցր շաբաթ հաղորդման ընթացքում։ Գիտեմ, որ շատ վնասակար է, հնարավորինս շատ քիչ ենք օգտագործում, Ինչի է վնասակար։ Ինքը համարվում է, այսպես ասած, ասում են սպիտակ թույն, քանի որ շաքար։ Ոնց ես չեմ սիրում այդ արտահայտությունը։ Ախր լավ։ Արի չխոսենք, շատ մարդիկ ինձ հետ չեն համաձայն, դրա համար աշխատում եմ չխոսել, բայց եթե ժամանակին դա վաճառվել է դեղատներում որպես անտիստրես, Նայեք, խնդիրը գիտեք ինչու՞մն է, այստեղ ավելի շատ ոչ թե իր օգտակար կամ օգտակար չլինելու հատկությունն է, այլ թրենդը, թե ոնց են դա մատուցում։ Այո, նայեք։ Հիմա հակա գովազդ է գնում շաքար, քաղցր։ Դա նույն բեկոնի պատմությունն է, հիմա նույն խնդիրը կա աղի հետ, նաև մեր պետությունը օրենք էր ընդունել, որ աղասեղաններին չի դրվում
Մենք չէինք։ Դրա համար Այո, շատ ճիշտ է, երբ որ հետևենք քարոզում trend-ին։ են, ասում են վնաս է չի կարելի եւ մենք համաձայնում ենք, այո, վնաս է չի կարելի։ Առհասարակ ամբողջ մեր կյանքում կերել ենք շաքարավազ եւ նույնիսկ պարզապես պետք է ամեն ինչ օգտագործել չափի Չափի մեջ։ մեջ։ Ընդամենը։ իսկ Օրեկան, եթե չեմ սխալվում, 15 գրամ շաքար, 20 գրամ մինչև թույլատրել է կամ նույնիսկ 30 դեռ չեմ հիշում։ Ես թվերից այնքան վատ եմ, չեմ հիշում։ Եվ աղնել ինչ որ քանակի մեջ մինչև 30 գրամ շաքարավազը հանգիստ կարող եք ուտել։ Ոչ մի խնդիր չի լինի։ Կարող է չափազանցում եմ, կարող է 15։ իմաստենք ռիզոտոյի պատրաստման ամբողջ ընթացքին։ Նայեք, Կարագ։ տապակի մեջ ավելացրել եմ մի փոքր բուսայուղ ու մի փոքր էլ կարագ Այսպես անեմ, որ պոչերը չվառենք, քանի որ եւ ավելացնում ենք բրինձը։ Իդեպ բոլոր տնային տնտեսուհիներին, մեր հեռուստադիտողներին, ովքեր որ տանը սիրում են պատրաստել ու օգտագործում են կարագ, խորհուրդ եմ տալիս նախորդ տապակի կամ կաթսայի մեջ ավելացնել մի փոքր բուսայուղ, հետո նոր կարագ, որպեսզի արման process լինի կարագի մոտ եւ կոնցերագին նյութեր չառաջանան։ Մեր ավանդական հին խոհանոցում եթե կհիշեք մեր տատիկները շատ մեծ քանակությամբ յուղ են հալել, բայց այդ յուղը հալել են շատ մարմանդ կրակի վրա, քանի որ 60-ից, եթե ճիշտ եմ հիշում, 60 աստիճանից բարձր ջերմաստիճանում արդեն կարագը սկսում է կոնցերագեն նյութեր առաջացնել, վառվել, դրա համար մարմանդ կրակի վրա, իսկ մեր տապակի անհրաժեշտության համար վառում ենք։ Այն կողմից է հիմա վառվում։ Համլետ ջան, քանի որ դու հիմա խառնում ես Մարանիկի կլոր բրինձը, եթե հիշում ես, մենք ունենք տեսազանգ։ Այո, իհարկե, բայց մեկ վայրկյան անցանք մեր տեսազանգին։ Ահա, Ամանդա, ողջույն, ինչպես եք։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա ջան, Համլետ ջան, ես շատ լավ եմ, իսկ դուք ինչպես եք։ Արկի համեղ ուտեստ եք պատրաստում այսօր։ Մենք շատ լավ ենք, մենք այնքան համեղ բաներ ենք պատրաստում, հրավիրում ենք ձեզ, համեցեք։ Մեծ սիրով կգա իհարկե, բայց թորնիկներիս համար ճաշ պիտի պատրաստեմ։ Այսօր թոշակից քարտով Մարանիկի մի քանի տուփ բրինձ գնեցի։ Հիմա ուզում եմ հարց տալ Համլետին, որ դեպքում են օգտագործում կլոր բրինձը եւ որ դեպքում երկար բրինձը։ Շատ լավ, հիմա ձեզ Համլետը կասի։ Դուք ներկայացրեք Մարանիկը, մենք կպատմենք կլոր։ Մարանիկն առաջարկում է ձաբարեղենի եւ համեմունքների հարուստ տեսատանի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորիս շատ սիրելի զիփ հավաքածուն։ Զիփ բականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նաև ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գասնիկ, Մարանիկ։ Խնդրես, որ կլոր եւ երկար բրինձի մասին պատմես։ Մեծ սիրով պատմեմ։ Նայեք, բրինձների, եթե ճիշտ եմ հիշում, 160-ից ավել տեսակներ կա աշխարհում։ Մենք սովորաբար ասում ենք կլոր կամ երկար, բայց այդ ամեն ինչն էլ իրենց հերթին տարբեր տեսակների են բաժանվում։ Օրինակ նույն Իտալիայում այս ռիզոտոն պատրաստելու համար հիմնական խորհուրդ է տրվում արբորիո տեսակի բրինձը, քանի որ նրա մեջ օսլայի պարունակությունը չափից շատ է ու շատ հեշտ, շատ հաճելի այդպես ստացվում է բանը։ Ներողություն ընդհատեմ, այդ դեպքում բրինձը չեն լվանում, հենց այսպես օգտագործում են։ Չէ, նայեք, բրինձը ոչ թե չլվանալու արդյունքն է, այլ բոլոր ֆիրմաները, որոնք արտադրում են բրինձ, իրանք հատուկ տեխնոլոգիական մշակումով են այդ ամեն ինչը անում։ Բրինձներ կան, որ հատուկ շոգեխաշման process են անցնում, այսինքն հատուկ ջերմաստիճանում ջրի գոլորշուտակ իրանք մշակում են անցնում, այսինքն այս բրինձը, որը որ մեզ եկել հասել է, դա արդեն Մարանիկ ֆիրմայի կողմից համապատասխան մշակումներ անցել է։ Երբ որ դուք կլոր բրինձը լցնեք ջրի մեջ, ինքը օսլայի, երբ որ այսպես ասեմ, տանը վստահ եմ, որ 90% ավել մարդիկ դա արել են, երբ որ լցնում եք կլոր բրինձը ջրի մեջ, մոտ 10-15 րոպե թողում եք, ինքը սպիտակում է։ Նույնն է, երբ որ կարտոֆիլը կլպում եք, թողում եք ջրի մեջ, տապակելուց առաջ, նույն process-ն է, այսինքն օսլայազրկման process է լինում։ Այդ ամեն ինչը դուրս է գալիս մթերքի մեջից։ Ուստի այդ կլեանման զանգվածը, որ մեզ հարկավոր է շիլա ստանալու համար, դա կորցնելու ենք։ Ահա։ Ես հիացած եմ։
Այստեղ ինչ է հարկավոր անել, սպանախը կտրատենք։ Չէ, սպանախը չեն կտրատում, այսօր սպանախը ցույց կտամ ոնց ենք տապակի վրա առանց ջրի, առանց շոգե խաշելու, չգիտեմ ինչ որ այլ այսպես կախարդանքների շատ գեղեցիկ հոյակապ տապակած սպանախ ենք ստանալու։ Տապակ։ Չէ։ Չէ։ Դեռ տապակին շուտ է։ Ինչու, քանի որ ես ձեզ ասեցի, ցանկալի է որ Բայց պետք է գա։ Հա, պետք է, իհարկե թողեք։ Հիմա չէ, մի փոքր ուշ նրան էլ կանցնենք։ Հիմա ասեմ ինչու պետք է տապակել ավելի ուշ, քանի որ տապակման ժամանակ կանաչիները շատ մեծ քանակությամբ ածխաջրեր են կորցնում ու համապատասխան ձևաչափով պետք է տապակենք, որպեսզի հնարավորինս թարմ իրեն պահենք, այսպես ածխաջրերով հարուստ, որպեսզի մեր օրգանիզմին դա օգտակար լինի։ Դրա համար վերջի պահին տապակի վրա Դա անուն ունի։ Անուն ունի այդ տապակելու ոճը, էփելու ոճը։ Ռուսերեն բլանշիրավայց։ դա ավելի շատ դրա հետ կապված չէ, դա ջրի մեջ ստանալու դեպքում է, այդ բլանշ ձևաչափով մոտեցում օրինակ կարելի անել ծաղկակաղամբի, բրոկոլի, բրուսելական կաղամբի հետ եւ նմանատիպ բաների հետ։ Այս պարագայում դա կարելի է անել, երբ որ համապատասխան տեխնիկական ապահովումը ունեք եւ պետք է, այսինքն շոկային սառեցման ագրեգատի արկայության դեպքում կարող եք սպանախը բլանշ մեթոդով մշակել, սառեցնել եւ տեղափոխել սառցեխցիկ ձմռանը օգտագործելու համար։ Դա ժամանակին էր արվում, հիմա քանի որ մեր գյուղատնտեսությունը այնպես է զարգացել, որ տարվա 12 ամիսներին մենք ունենք սպանախ, դրա կարիքը չկա։ Բարի, բայց ձմռանը թանկ է, այսինքն կարող եք եռման մեջ մի քանի վայրկյան մտցնում եք, հանում եք սառը ջրի մեջ եւ պահում եք սառցեխցիկի մեջ։ Տեղափոխում եք սառցեխցիկ։ Ինչ արեցինք, ուրեմն մենք կարակը ձիթայուղով ձիթայի, ոչ թե ձիթայով, բուսայուղ մի փոքր կարակով տապակեցինք։ Ավելի սկզբից տապակեցինք մի փոքր բրինձը, հետո ավելացրինք հավի կրծքամիսը։ Հիմա տապակման process-ի ժամանակ կավելացնենք սպիտակ գինին, որը կխնդրեմ փոխանցեք։ Շիրով։ Ըստ իտալական ձևերով է, էլի։ Մեր հայկականում սենց պրոստը շիլա ենք ստանալու։ Խաշլաման ենք գինիով այսպես էփում, չէ՞։ Այո։ Կամ գարեջրով։ Գարեջրով տարբերակն է շատ լավ։ Հիմա ձեզ ասեմ, գինին էլ ավելացրեցինք ու շարունակում ենք եփման process-ը, մինչև գինին իր ալկոհոլային մասը կվերացնի։ Ու հետո կավելացնենք ջուր ու մարմանդ կրակի վրա, այսպես հարելով կստանանք շիլանման զանգված։ Եթե ունեք ժամանակ տանը, որ ավելի համեղ ստանաք, ջրին փոխարինում է արգանակը, դա կարող լինի բանջարեղենային կամ հավի, երբ որ տանը մշակում եք հավը, հավի ոսկորների հիմքի վրա պատրաստված սպիտակ արգանակը։ Բարի։ Ես գործ չունեմ, հա։ Ներկա պահին ոչ։ Չի վստահում, ես լուրջ եմ ասում։ Վստահում եմ, ուղղակի, եթե կարող եք իմ կողքին այսպես կանգնել տապակել, փորձենք տապակել։ Սիրով կանգնեմ, տապակեմ։ Սա միացրեք մի փոքր թող տաքանա։ Պարտադիր պետք է խառնել։ Այո, քանի որ Օսլան շատ Սպիրտը դուրս գա, հա։ Բացի սպիրտի դուրս գալը, մեր այս պարագայում կացան միայն տակից է ջերմությունը ստանում։ Բրինձը շատ մեծ քանակությամբ Օսլա է արտադրելու։ Եվ բոլորս էլ գիտենք, որ բրենզին ուշադիր չեղանք, ինքը կպնելու հատկություն ունի։ Այսինքն Օսլան կպնելու է ներքևի հատվածում, ավելի շատ շուտ է ջերմային մշակում անցնում եւ կպնելու է կաթսայի ներքևի հատվածը ու տհաճ համ է առաջանալու, որը որ չենք ուզում։ Երեք իմ տղան որոշեց նախքան իմ տուն հասնել աշխատանքից բրինձը տաքացնի։ Եվ անընդհատ կանգնած խառնում էր։ Ես արդեն եի կատուն եւ տեսնեմ կանգնած անընդհատ խառնում է։ Ասում եմ մամա կկպնի, մի քիչ ջուրեր ավելացրել, դե ես հեռախոսով հուշել էի ինչպես տաքացնի, իսկ ինչպես են տաքացնում բրինձը իրականում։ Խառնում են թե իրականում, նայեք, բոլորը ստանա, երբ որ բրինձը հաջորդ օրը եփելուց հաջորդ օրը տեսնում ենք, ինքը այսպես բոլորը կպված, այսպես ընդհանուր մի զանգվածի տեսք ունի, դա այդ Օսլայի շնորհիվ է։ Այդ ժամանակ Օսլան ագրեսիվ չէ ու կարելի է իրան խառնել մի թեթև, այսինքն տարանջատել մեկը մյուսից, որից հետո անկյունից այսպես կացայի անկյունից մի փոքր տեղ բացել եւ ավելացնել ջուր կամ եթե արգանակ ունեք, արգանակ։ Մարմանդ կրակի վրա
բերանը փակում եք, մի փոքր թողում եք տաքանա, որպեսզի գոլոշիացման process լինի։ Որից հետո խառնում եք, այդ ամբողջ գոլոշին տեղափոխվում է բրնձի վրա։ Արամ ջան, քեզ համար, որ մյուս անգամ ճիշտ տաքացնես, ինձ չէր լսում։ Շնորհակալ եմ։ Այսինքն, երբ որ կացայի մեջ ջուրը լցրեցիք բերանը բաց վիճակում, որոշեցիք, որ պետք է տաքացնեք, այդ ընթացքում ինքը գոլոշյանալու է կացայից դուրս է գալու, վրայի շերտը սառն է մնալու։ Ինչ ենք տապակելու այստեղ։ Այստեղ հիմա ավելացնում ենք մի փոքր բուսայուղ։ Կասեք, հա, երբ է բավական։ Էլի դուքի անցա։ Ոչինչ, կամաց կսովորեմ։ Բավական է։ Հա։ Մի փոքր կարագ եք գցում։ Իմ մի փոքրը այսքան է, նորմալ է։ Չէ, դա մի քիչ շատ է։ Շատ է, որովհետև ես հիշում եմ իմ տատիկ ամեն ինչը կարագով ու շատ էր անում, ամեն ինչ։ Ես էլ եմ այդպես անում, բայց նիհար եմ։ Այսինքն կարագը չի չաղացնում, հա։ Շատ կարագը։ Չաղացնում է, չի չաղացնում։ Բա ինչ է ինձ հետ կատարվում։ Ինչու ես այդքան կարագասեր, թթվասերասեր, վայ թթվասեր ասվեցի, հիշեցի։ Անցյալ հաղորդմանը ես հիշում եմ, որ դու միլկինի թթվասերը չէիր փորձել։ Չէի փորձել, հյուրասիրեցիք, չեմ փորձել, անկեղծ ասեմ։ Շատ կարևոր է ինձ քո կարծիքը։ Փորձի, որն ես ընտրում։ Գթալները մեծ են այսօր։ Կա խմելու տարբերակը։ Չէ, եկեք սա փորձենք, հաջորդ հաղորդմանը խմելն կփորձենք։ Մեծ սիրով, որն եմ հյուրասիրում։ Կարծում եմ սա։ Եկեք։ Թթվասեր ասեցի։ Յոգուրտ ասեցի։ Յոգուրտ ասեցի, հա, յոգուրտ։ Թթվասեր ասեցի, հաղորդման էի փորձել։ Աշկես յոգուրտը լավն է, չեք հյուրասիրեք։ Եվ այսպես, հիմա մենք կտեսնենք շեֆ խոհարարի կարծիքը միլկինի յոգուրտը ուտելիս։ Ավելի շուտ կտեսնենք դեմքի ինչը։ Դեմքի արտահայտությունը։ Կլինի ստոպ տանք։ Ահա, տեսակ։ Եվ այստեղ Պամելան, դուք մենք քանի ստոպ տանք, Պամելան միանում եմ ես եւ պատմի ինչ հատկություններ ունի միլկինի յոգուրտները։ Բարև ձեզ։ Բարև Լիկա ջան, Համլետ ջան, միլկինի համեղ յոգուրտն եք վայելում։ Այնպիսի ախորժակով եք ուտում, որ քիչ է մնում ես էլ գամ շանթի տաղավար։ Չնայած, որ իմ սառնարանը միշտ լիքն է միլկինի կատնամթերքով։ Դե մենք չենք կարող չվայելել, Պամելա, մենք սիրում ենք միլկինը։ Համլետն այնքան էր տարվել յոգուրտով, որ չկարողացավ նույնիսկ խոսել։ Դա ամենաբարձր գնահատականն է։ Հրաշալի է, դե դուք պատրաստ եք, իսկ ես խոսեմ միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք, հայկական արտադրանք առանց կոնսերվանտների եւ գլյուտենի, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը, տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Շնորհակալ եմ։ Իսկապես համեղ է, չէ՞։ Այ Պամելա, այս ինչ արեցիք։ Չնայած այնքան հետաքրքիր էիք պատմում, որ վառեցինք մենք մեր կարագը, Պամելայով տարվեցինք եւ վառեցինք։ Լավ, ոչինչ, ես հիմա նոր տապակ կբերեմ։ Ահա, փոքր չի։ Չէ, բավական է։ Նորից նույն գործողությունը։ Բավական է։ Կարագը արդեն նույն չափի ունի այստեղ։ Այսինքն, եթե հանկարծ Պամելան ձեզ զանգահարում է եւ վառում եք ձեր կարագը, այլևս չօգտագործեք։ Քանի որ կոնսերվագեն, հա, հայերեն կոնսերվագեն, խոլեստերին բաժանում է ճարպերի եւ խոլեստերինների։ Այսպես ասեմ, որ հստակ
Վերսիլի կանեք տանը նման։ Իսկ եթե չենք վառում, այսինքն խոլեստերինի խնդիր չենք ունենալու։ Չէ, նայեք խնդիրը ինչումն է։ Տապակման process-ի ժամանակ արդեն բուսայուղի միջոցով ինքը փոփոխության է ենթարկում ստրուկտուրան։ Կարագի դրա համար ավելի ճիշտ է նման ձևով անել։ Մի քիչ առաջ նոր հուշեցի, որ մեր տատիկներն էլ յուղը, երբ որ յուղ էին հալում, շատ մարմանդ կրակի վրա ու հետո այդ յուղը որ թողում էին սառում էր, այդ ավելորդ մասան յուղի մեջի նստում էր ներքևի հատվածում։ Յուղը վրայից վերցնում էին տակի այսպես շիճուկա նման զանգվածը, դա արդեն կոնցերոգեն նյութեր պարունակող զանգվածը դուրս էր գալիս։ Դրա համար մենք շատ հանգիստ կարող ենք այդպես յուղոտ գարմայի կտորները ձմռանը ուտել։ Լավ, այդ դեպքում ինչի են ասում, որ ձեթը վնաս է։ Հենց խոլեստերինի համար։ Չէ, վնասը բոլորն է վնաս, կարակն էլ է վնաս, ինչպես շաքարավազի դեպքում ասեցիք, չափի ու ճիշտ օգտագործման ժամանակ է ճիշտ։ Այսինքն կան ձեթեր, բուսայուղեր, որոնք հենց նախատեսված են տապակելու համար, կան, որոնք նախատեսված են շատ բարձր ջերմաստիճանում տապակելու համար։ Այսինքն այն ինչ որ տնային պայմաններում մենք օգտագործում ենք, դա ֆրի ձևաչափով պատրաստման ժամանակ չեն կարող օգտագործել, այսինքն սրա ջերմաստիճանը մինչև 140 աստիճան է հասնում։ Իսկ դա գրված է տուփի վրա։ Ենթադրենք գնում ես խանութ, վերցնում ես այն ձեթը, որը միշտ օգտագործում ես, հիմնականում արևածաղկի ձեթ ենք, չէ՞, մենք հիմնականում արևածաղկի ձեթ ենք օգտագործում։ Ինձ թվում է նշված չի, քանի որ տնային պայմաններում պրոֆեսիոնալ ֆրի ձևաչափով պատրաստման տեխնիկաներ ոչ բոլոր ունեն, իսկ շատ տնտիր մարդիկ են նման բանով զբաղվում, ինքը ժամանակատար է ու չէ, բայց զբաղվում են, տանը կա այդպիսի սարք եւ կան երեխաներ, որ պահանջում են հատուկ նախատեսված ֆրի համար նախատեսված բուսայուղեր ձեռք բերել։ Այսինքն սա է նշված է նման ձևաչափինի վրա նշված է, որ նախատեսված է ֆրի պատրաստման համար հենց։ Իսկ սովորական բուսայուղերը հստակ ջերմաստիճանում տապակելու համար է։ Ու նաեւ կան բուսայուղեր, որոնք սառն են մատուցվում սալատների համար։ Աղցանների համար են այո նախատեսված, դա էքստրա վիրջին տեսակի բուսայուղերն են, հիմնականում ձիթապտղի է լինում, դա սառը վիճակում են օգտագործում ու տապակելու ժամանակ դառնահամ է տալիս, բնականաբար հաճելի չի լինելու։ Դե արդեն սովորելու խնդիր է, եթե սովորենք, նաև օգտակար է։ Բնականաբար։ Լավագույն երևույթ։ Այստեղ մեզ մոտ կարծես բորշի է նման, ավելացրեցինք բազուկը, քեչով անցկացրած բազուկը ու քիչ-քիչ ջուր ավելացնելով ստանում ենք շիլանման զանգված, իսկ բազուկը իր գույնը եւ համափոխանցում է մեր ռիզոտոին։ Գեղեցկություն։ Ստանում ենք sense վառ կարմիր ռիզոտո։ Իսկ այստեղ ինչ ենք տապակում։ Արի ես դա խառնեմ։ Եկեք դուք դա խառնեք, ես էլ տապակեմ։ Դուք չէ, դու։ Դու։ Մենք արդեն երկար ժամանակ միասին աշխատում ենք։ Եվ մի սեղանի շուրջ հաց ենք ուտում։ Սպանախը շատ է, մի փոքր քիչ վերցնենք, այսպես։ Հետաքրքիր հոտ է, մի քիչ ինձ համար օրինակ անծանոթ։ Այդ ինքը շատ հետաքրքիր գամա է ավելացնում։ Այս քաղցրա տենց երանգներով։ Հա։ Եթե բազուկը քաղցր է, լինում է, որ բազուկը հակառակը քաղցր չի լինում։ Այստեղ ես հարմար գործիք ունեմ, հիմա կբերեմ, որ շատ հեշտ շրջենք։ Օ, չէի տեսել։ Ճիշտ եմ խառնում։ Հա, ընդհանրապես պետք է խառնել, որպեսզի չկպնի։ Բակը չկպում։ Բայց ջուր կա մեջը, ինչի պիտի կպնի։ Նայեք, մեր բրինձի զանգված ավելի ծանր է, քան թե ջրինը։ Ջուրը վերևը բարձրանում, բրինձը ներքևում է մնում։ Հասկանալի է։ Այդ բaragam երման process-ը անդրադառնում է բրինձի վրա։ Իսկ սա ինչքան պիտի եփենք, մինչև գոլոշի անա ամբողջ եղուկը։ 20-25 րոպե տևում ռիզոտոյի պատրաստումը։ Ահա։ Այս շոկի խաշման process-ն է, էլի այդքան տևում։ Ափսե բերեմ։ Դեռ ոչ, ասեմ։ Այս երկու տերևն էլ տապակենք, հենց հետաքրքիր։ Իսկ աղ անելու ենք, բնականաբար։ Մի քիչ շտապում եմ, բայց որովհետև գիտեմ, որ շատ համեղ ինչ որ մի ուտեստ է լինել, դրա համար շտապում եմ։ Համլետ ջան։ Շատ համեղ բաներ ենք մատուցում։ Նյատ էլ էլի։ Ավելի։
ու ավելացնում ենք մի փոքր էլ սերուցք։ Հետաքրքիր է։ Խոսքը քաղցր սերուցքի մասին չէ։ Սովորական սերուցք, խոհանոցային։ Քանի տոկոս կարևոր է։ Հիմնականում օգտագործում են 26% անոթը, ջղայնությունը համապատասխան է, խտությունը համապատասխան ջերմաստիճանում հասցնում ենք ստանալ։ Ավելի ցածր է ցանկալի օգտագործել սուրճերի մեջ, ավելի բարձրը արդեն այո, հրաշքագործության մեջ։ Ինձ մոտ բորշ չի ստացվի, չէ՞, այսքան խառնելուց։ Չէ։ Նայեք, մեր մոտ սա արդեն պատրաստ է, համեմ ենք դնենք մի կով։ Ավելացնում ենք իհարկե մառանիկի ծովի աղը և սև պղպեղը։ Իսկ դուք ձեր խոհանոցում ինչ համեմունքներ եք օգտագործում։ Մառանիկ։ Իրականում, հա, ներկայացուցիչ մառանիկ, հարմար է, լավ գործընկեր։ որովհետև, այո։ Հին ու բարի լավ գործընկեր է։ Իսկ համեմունքների տեսականին չափից շատ է։ Եթե իստում հաղորդումը չի հերիքի, որ հիմա բացեմ, սկսեմ անգամ մոտս նշումներով եմ պահում, բաներ կա, որ մոռանում եմ։ Բայց հիմնականը չի հիշել։ Իրականում հիմնականը իմ համար համերի պարզության մեջ է, համեմունքների պարզության մեջ է, այսինքն հիմնականում աշխատում եմ օգտագործել աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ։ Շատ չնչին դեպքերում է, որ դիմում եմ այլ համեմունքների։ Կա ուրեմն այդպիսի նյութ, քիմիական նյութ, որը շատ ռեստորաններում օգտագործում են, որպեսզի համերը ավելի ուժեղացնեն։ Ծանոթ ես։ Այո, իհարկե։ Նայեք, հիմա ասեմ նախ ոչ թե քիմիական է, այլ ինքը բուսական հիմքով է ստացվում։ Էլի ասիական պետություններից է մեզ մոտ դա եկել հասել ու շատ խոհանոցներ հիմա արդիական խոհանոցներում դա օգտագործում են։ Ինչպես էր կոչվում։ Ալգինատ, չէ։ Ալգինատն է։ Ալգինատ, հա։ Ինքը քիմիական չի ալգինատը։ Քիմիական ճանապարհով են ստանում, բայց բուսական հիմք ունի։ Ու այսպես որ ասենք, նույն շաքարավազը բուսական հիմք է, բայց քիմիական տարբերակով են ստանում, process է անցնում, բայց էլի հիմքը բուսական է։ Չեն օգտագործում, չէ՞, այստեղ ռեստորաններում։ Կան ռեստորաններ, որ օգտագործում են, մանավանդ ասիական թեկում ունեցող ռեստորաններն են օգտագործում։ Իսկ դա վնաս է օրգանիզմին։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Սովորել եմ չափի մեջ։ Մեզ ինչ, մենք այստեղ ունենք նաև հնդկական ընկույզ, հա։ Այո։ Դեռ չենք օգտագործել, ես սա դնեմ մի կողմ, որպեսզի արդեն հասկանալի լինի, որ էլ չենք օգտագործելու, դանակը վերադարձնում եմ։ Իսկ դու մնայ միշտ իմ կողքին։ Սա կարող եմ հեռացնել, մենք էլ ոչինչ չունենք կտրատելու։ Դրա հետ կապված չէ, ունենք իմ դանակը խնդրում եմ թողեք, մնացածը մեզ պետք է, սա էլ է մեզ պետք։ Այս դանակը տանեմ։ Այդ դանակը տանում։ Իսկ այս փիսիկներին տանք ուտեմ։ Այո։ Մեզ հիմա անհրաժեշտ է պարմեզան պանիրը, արդեն հասնում ենք վերջի պահին, քանի որ պարմեզան պանիրը շատ երկար ջերմային մշակում չի սիրում։ Իսկ ռեստորանում, երբ որ մնում են ուտեստները, ենթադրենք սեղանին դրված էր պանիր, կանաչի եւ այլն։ Տեսեք ինչ հարց եմ տալիս։ Հետո վերադառնում է խոհանոց։ Չի վերադառնում խոհանոց։ Թե նայած ռեստորան։ Չէ, այն ռեստորանները, որտեղ որ ես եմ աշխատում, դա իմ համար պրինցիպիալ է։ Պատմեք, էլի մի քիչ պատմեք նմանատիպ բաներ, որովհետև մենք միշտ մտածում ենք, որ այս ինչ դրված է մեր սեղանին, նորից վերադառնալու են, նորից գնալու է ուրիշի սեղանին։ Յուրաքանչյուր կայացած շեֆ խոհարար պետք է հարգի իր գործը։ Իր գործի մեջ մտնում է այն, որ մարդկանց համով սնունդ է մատուցում։ Սնունդը դա մեր համար հաց տալը դա սուրբ գործ է։ Մեկը ես իմ գոլեգաներին ու իմ աշակերտներին միշտ սովորացնում եմ ու դասերակցական ուղիս այն է, որ այն մարդիկ, ովքեր գալիս են մեր ռեստորաններ հաց ուտելու, իրենց մոր կամ իրենց կնոջից հետո վստահում են մեզ սնունդը։ Այս պարագայում չի կարող լինել նման բան, ես չեմ աշխատի
այն հիմնարկում, որտեղ կպահանջեն սեղանից հետ եկած ինչ-որ մի Դա պրոդուկտը վերավաճառք եւ իրականացնել նույն ձև այն իմ բոլոր մտերիմ գոլեգա շեֆ-խոհարները ու Բայց խոհարները։ բոլորն են այդպես իսկապես։ Ես իմ շրջապատի բոլոր խոհարները, ում որ գիտեմ, ճանաչում եմ, իրանք այդպես են։ Հստակ մենք հարգում ենք մեր գործը, Իսկ ինչ եք անում այդ սնունդը։ Ինչպես բժիշկն է։ Երթում տալիս, նույն ձև կարելի ասել խոհարարներն են, որտեվ սա մեր համար սուրբ գործ է։ Իսկ ինչ եք անում սնունդը, որը մնում է։ Նայեք, կան մի շարք ռեստորաններ, ովքեր որ ունեն իրենց սեփական ֆերմաներ, իրանք են աճեցնում կենդանիներին, այդ համապատասխան մարդիկ, համապատասխան ձևաչափով տեղափոխություններ իրականացնում են ֆերմաները։ Այսինքն հացերը եթե մնում է հատուկ ջերմաշրջանում չորացվում է, տեղափոխվում է հավերին, թռչուններին եւ այլն, իսկ մնացած սնունդի հետ կապված էլի նույն ձև վերամշակման փուլի է գնում, էլի։ Հա։ Որի հետ արդեն մենք ընդհանուր կապ չենք ունենում։ Շատ լավ, շատ բարի, որ մենք արդեն հասել ենք այդ որակի, որովհետև ժամանակին խնդիրը կար։ Նայեք, մեր մոտ արդեն վերջի պահն է, համեմում ենք մեր ռիզոտոն։ Իսկ սա տապակելու ենք Չէ, դա վերջում վրան ենք ավելացնելու։ կտրատած։ Այո։ Այդ դեպքում ես իմ տախտակը ձեզ փոխանցեմ, իմ տախտակը մաքուր է։ Մեր մոտ ռիզոտոն պատրաստ է, սպանախը պատրաստ է։ Հիմա մեզ պետք է ափսեներ։ Ձեզ կխնդրեմ մեզ մոտեցնեք ափսեներ։ Խնդրեմ։ Ասացնեմ մատուցման գործընթացին։ Հետաքրքիր գույն ունի, ես առաջին անգամ եմ տեսնում կարմիր ռիզոտո։ Էլ ինչ կարմիր ճաշատեսակ կա բացի բորշից։ Կարմիրը շատ բան կարող ենք ստանալ, անգամ նրբաբլիթի թերթիկներ կարող ենք թխել բազուկի միջոցով։ Թխելու հետ կապված։ Այսինքն ինքը Կարմիր, կանաչ եւ կարմիր, սպիտակ։ կանաչ, մանուշակագույն կարող ենք ստանալ։ Չէ, գույները, այս ուտեստի Հա, գույները։ այս ուտեստը կարմիր, կանաչ, սպիտակ է լինում։ Այսպես։ Սիրելիներ, հիմա բաղադրատոմսը կգրվի ձեր էկրաններին եւ մենք ձեզ կմիանանք մի քանի րոպե հետո, երբ որ արդեն ամեն ինչ պատրաստ կլինի։ Չմոռանաք նկարեք, որպեսզի չկորցնեք բաղադրատոմսը, քանի որ շատ համեղ, չեմ կասկածում, շատ համեղ է։ Սա ինչ գեղեցկություն է։ Եվ մենք վրան հնդկական ընկույզը մանրակտրատեցինք եւ ավելացրեցինք։ Դե փորձենք, տեսնենք։ Ես առաջին անգամ եմ տեսնում այսպիսի պայծառ գույնավոր, գեղեցիկ եւ կարծում եմ համեղ։ Շատ լավն է։ Խոսքեր չկան էլ, վերջացան խոսքերը։ Փորձեք տանը պատրաստել, զարմացրեք ձեր հարազատներին եւ շնորհակալ եմ, իսկապես շատ շնորհակալ եմ, որ այսպիսի համեղ բաղադրատոմսեր եք տալիս եւ հեռուստադիտողին, եւ YouTube-ադիտողին եւ ինձ։ Մեծ սիրով։ Կհանդիպենք մյուս կիրակի։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։